Դուք կարող եք տարիներով դիմանալ և չուտել կոնֆետներ, տորթեր կամ թեյի մեջ շաքարավազ չլցնել։ Եվ այնուամենայնիվ մի օր լսել, որ քաղցած փորին շաքարի մակարդակը բարձր է, ունեք նախադիաբետ կամ երկրորդ տիպի դիաբետ։ Եվ դա ոչ թե այն պատճառով է, որ դուք կոտրվել եք կամ վատ եք ջանացել, այլ այն պատճառով, որ ձեզ շատ երկար ժամանակ սովորեցրել են սխալ տրամաբանության։ Կարծես թե դիաբետը սկսվում է շաքարամանից։ Դիաբետը գրեթե երբեք այնտեղից չի սկսվում։ Այն սկսվում է ավելի լուռ, ավելի խորը, լյարդում, մկաններում, նրանում, թե ինչպես է օրգանիզմն ընդհանրապես տնօրինում վառելիքը։ Եվ հենց սա մարդկանց մեծամասնությունը չի հասկանում։ Ավելին, ոմանք հրաժարվելով քաղցրից սկսում են անել բաներ, որոնք վատթարացնում են իրավիճակը, առանց դա նկատելու։ Հիշեք մի պարզ, բայց տհաճ բան. քաղցրը միակ և հաճախ գլխավոր գործոնը չէ։ Կարելի է հեռացնել շաքարը, բայց թողնել գլխավոր պատճառը, եւ այդ դեպքում հիվանդությունը պարզապես շրջանցիկ ճանապարհով է գնում։ Իսկ կարելի է ընդհակառակը, չլինել արգելքների ֆանատիկոս, բայց վերադարձնել մարմնի զգայունությունը սեփական ինսուլինի նկատմամբ, եւ ցուցանիշները կսկսեն փոխվել դեպի լավը։ Ես ավելի կոպիտ կասեմ, երբեմն մարդը դադարում է քաղցր ուտել, բայց անցնում է ճիշտ շիլաների, դիետիկ հացիկների, չրերի, օգտակար մեղրի եւ չի հասկանում, թե ինչու է շաքարը միևնույն է տատանվում։ Որովհետև օրգանիզմի համար կարևորը ոչ թե այն է, քաղցր է դա համի համար, թե ոչ, այլ այն, թե որքան արագ եւ ինչ ծավալով է սնունդը վերածվում գլյուկոզայի եւ ինչպես են արձագանքում լյարդն ու մկանները։ Հասուն տարիքում սա հատկապես կարևոր է, որովհետև տարիների ընթացքում բնականաբար նվազում է մկանային զանգվածը, փոխվում է հորմոնների աշխատանքը, իսկ լյարդը դառնում է ավելի հակված պահեստավորելու ավելորդ էներգիան։ Եվ ստացվում է տիպիկ իրավիճակ. մարդը քիչ է ուտում, քաղցր գրեթե չկա, բայց գոտկատեղը մեծանում է, ճնշումը բարձրանում է, անալիզները վատանում են։ Սա տարիքային անխուսափելիություն չէ, սա նյութափոխանակության օրինաչափություն է, որը կարելի է շրջել այլ ուղղությամբ։ Որպեսզի դուք կարդաք մինչև վերջ եւ կանգ չառնեք կիսաճշմարտության վրա, ես ամենակարևոր պահը կթողնեմ վերջում, այն, որը շատերը չգիտեն եւ որի պատճառով մարդիկ տարիներով պտտվում են փակ շրջանով։ Այդ պահը հաճախ որոշում է, դիաբետը կզարգանա, թե կսկսի նահանջել։ Իսկ հիմա եկեք սկսենք առաջին շերտից, նրանից, թե իրականում ինչ է կատարվում օրգանիզմում, երբ դուք պարզապես հանում եք քաղցրը։ Կա առանցքային բառ՝ ինսուլին։ Շատերը դրանից վախենում են, կարծես դա ինչ-որ բադ բան է։ Իրականում ինսուլինը կյանքի նորմալ հորմոն է։ Այն օգնում է գլյուկոզային մտներ բջիջների մեջ։ Խնդիրը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ ինսուլինը գոյություն ունի, այլ երբ բջիջները դադարում են նրան նորմալ պատասխանել։ Սա էլ կոչվում է ինսուլինառեզիստենտություն, կայունություն ինսուլինի նկատմամբ։ Պատկերացրեք կողպեկով դուռ։ Ինսուլինը բանալին է։ Երիտասարդ տարիքում կողպեկը հեշտությամբ է աշխատում։ Բանալին պտտեցին, դուռը բացվեց, գլյուկոզան գնաց մկաններ, օրգաններ, այնտեղ, որտեղ պետք է։ Իսկ տարիքի հետ, որովայնի հատվածում ավելորդ ճարպի, քիչ շարժունակության եւ մշտական միջուտեստների ֆոնին կողպեկը սկսում է խցանվել։ Բանալին նույնն է, բայց դուռը ավելի վատ է բացվում։ Օրգանիզմը անում է տրամաբանական քայլ։ Դուռը բացելու համար նա ավելի շատ բանալիներ է պատրաստում, այսինքն բարձրացնում է ինսուլինը։ Եվ ահա այստեղ է թակարդը։ Դուք հանել եք կոնֆետները, բայց եթե միևնույն է սնվում եք այնպես, որ արյան մեջ շաքարը պարբերաբար բարձրանում է, թեկուզ հացից, կարտոֆիլից, բրնձից, մակարոնից, քաղցր յոգուրտներից, հյութերից, բանանից, չրերից, օրգանիզմը միևնույն է ստիպված է բարձրացնել ինսուլինը։ Իսկ բարձր ինսուլինը ազդանշան է, պաշար կուտակել։ Դա քաղցի ուժեղացումն է, քնկոտությունն է ուտելուց հետո, գոտկատեղի մեծացումն է, ճնշումն է, ճարպակալված լյարդն է։ Կա ևս մեկ մեխանիզմ, որի մասին հազվադեպ են խոսում պարզ բառերով։ Լյարդը կարողանում է ինքնուրույն շաքար արտադրել։ Այո, նույնիսկ եթե դուք ընդհանրապես քաղցր չեք ուտում։ Այս գործընթացը կոչվում է լյարդի կողմից գլյուկոզայի արտադրություն։ Այն պետք է, որպեսզի դուք ուշագնաց չլինեք սննդի ընդունումների միջև ընկած ժամանակահատվածում։ Բայց երբ լյարդը գերծանրաբեռնված է, հատկապես եթե նրանում ճարպ է կուտակվում, այն սկսում է չափազանց ակտիվ գլյուկոզա նետել արյան մեջ։ Եվ այդ ժամանակ մարդու մոտ քաղցած փորին շաքարը բարձր է լինում, թեև երեկոյան նա ոչ մի քաղցր բան չէր կերել։
Այսինքն, դուք կարող եք հեռացնել քաղցրը ափսեից, բայց եթե լյարդն ու մկանները գլյուկոզան նորմալ չեն ընդունում, իսկ լյարդն էլ վերևից ավելացնում է այն, շաքարը միևնույն է խնդիր կմնա։ Ահա թե ինչու հասուն տարիքում սխալ կենտրոնացումը քաղցրի վրա հաճախ կեղծ հանգստություն է տալիս։ Մարդը մտածում է. ես դե կոնֆետ չեմ ուտում, ուրեմն անվտանգության մեջ եմ։ Իսկ օրգանիզմը ապրում է այլ մաթեմատիկայով։ Միկրոգործողություն հենց վաղվա համար։ Շատ պարզ, բայց ցուցադրական։ Մեկ օր հետևեք ոչ թե քաղցրի, այլ նրան, թե որ ուտելիքից հետո է ձեզ մոտ պառկելու ցանկություն առաջանում։ Քունը տանում է կամ 1-2 ժամ անց նորից ինչ-որ բան ծամելու ցանկություն է առաջանում։ Սա գրեթե միշտ նշան է, որ գլյուկոզան արագ բարձրացել է եւ նույնքան արագ իջել, եւ օրգանիզմը միևնույն է, հավելում է պահանջում։ Ձեր խնդիրն է տեսնել օրինաչափությունը, ոչ թե նախատել ձեզ, այլ տեսնել։ Եվ եւս մեկ դիտարկում։ Եթե դուք արթնանում եք ծանր գլխով, բերանի չորացմամբ, եթե գիշերը հաճախ եք վեր կենում զուգարան գնալու, եթե առավոտյան չափում եք շաքարը եւ այն նորմայից բարձր է, դա միշտ չէ, որ երեկոյան քաղցր ուտելու հետևանք է։ Շատ հաճախ դա լյարդի աշխատանքն է եւ ինսուլինառեզիստենտության ընդհանուր ֆոնը։ Եթե ձեզ համար կարևոր է, որ նման խոսակցություններ հանգիստ, գործնական եւ առանց վախեցնելու շատ լինեն, խնդրում եմ հավանեք եւ բաժանորդագրվեք։ Սա օգնում է առաջ մղել օգտակար թեմաները նրանց համար, ում դրանք իսկապես պետք են։ Իսկ ես շարունակեմ նույն գիծը եւ ցույց տամ առաջին գործնական քայլը, որը հասուն տարիքում հաճախ ավելի կարևոր է, քան քաղցրից ցանկացած հրաժարում։ Այն ուղղակիորեն վերադարձնում է զգայունությունը ինսուլինի նկատմամբ եւ փոխում է անալիզների թվերը արդեն 7 օրվա ընթացքում։ Շարունակելով նույն միտքը, կարևոր է հասկանալ մի բան. եթե բջիջները գլյուկոզան ներս չեն թողնում, քաղցրի վրա դրված ոչ մի արգելք խնդիրը լիովին չի լուծի, ուստի առաջին իսկապես աշխատող քայլը ոչ թե սահմանափակումների մեջ է, այլ հյուսվածքների, ինսուլինի նկատմամբ զգայունության վերականգնման մեջ։ Եվ այստեղ կա մի գործոն, որը հասուն տարիքում սննդից ավելի ուժեղ է ազդում։ Դա մկաններն են։ Մկանները գլյուկոզայի գլխավոր սպառողն են, ոչ թե ուղեղը, ոչ թե լյարդը, այլ հենց մկանները, հանգիստ վիճակում եւ հատկապես աշխատելիս։ Եվ հենց այստեղ է թաքնված այն լուռ, բայց հզոր պատճառը, թե ինչու 50 տարեկանից հետո դիաբետի ռիսկը մեծանում է նույնիսկ նրանց մոտ, ովքեր չափավոր են ուտում։ Տարիքի հետ մկանային զանգվածը նվազում է։ Այս գործընթացը տեղի է ունենում բոլորի մոտ։ Նույնիսկ եթե կշերքի վրա քաշը գրեթե չի փոխվում, ճարպը աստիճանաբար փոխարինում է մկանային հյուսվածքին, իսկ ճարպը գլյուկոզա գրեթե չի օգտագործում։ Ինչ է սա նշանակում գործնականում։ Ենթադրենք 35 տարեկանում մարդն ուներ պայմանականորեն 30 կիլոգրամ ակտիվ մկանային զանգված։ Նա կերավ, գլյուկոզան գնաց մկաններ, շաքարի մակարդակը արագ կարգավորվեց։ 55 տարեկանում մկանները դարձել են ասենք 23-24 կիլոգրամ։ Մարդը ուտում է նույնքան կամ նույնիսկ ավելի քիչ, բայց գլյուկոզայի համար նախատեսված ընդունիչները զգալիորեն քչացել են։ Շաքարը ավելի երկար է մնում արյան մեջ։ Ենթաստամոքսային գեղձը ստիպված է ավելի շատ ինսուլին արտադրել, իսկ բջիջները գնալով ավելի վատ են արձագանքում դրան։ Շրջանը փակվում է։ Հենց դրա համար էլ շատերի մոտ անալիզները վատանում են, չնայած քաղցրից հրաժարվելուն։ Խնդիրը ոչ միայն այն է, թե ինչ եք ուտում, այլև այն, թե ուր կարող է գնալ այդ էներգիան։ Եթե այնտեղ չունի գնալու, մնում է արյան մեջ կամ կուտակվում է ճարպի տեսքով, առաջին հերթին որովայնի հատվածում եւ լյարդում։ Կա շատ ցուցադրական գիտական փաստ։ Նախադիաբետ եւ երկրորդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց հետազոտություններում համեմատել են երկու խումբ։ Մեկ խումբը պարզապես նվազեցնում էր կալորիականությունը եւ հանում քաղցրը, երկրորդը ավելացնում էր կանոնավոր մկանային ակտիվություն, առանց ֆանատիզմի, պարզ ուժային շարժումներ, սեփական մարմնի քաշի վրա, ռեզիններով, գանտելներով։ Մի քանի շաբաթ անց հենց երկրորդ խմբի մոտ ինսուլինի նկատմամբ զգայունությունը աճել էր զգալիորեն ավելի ուժեղ, նույնիսկ եթե քաշը այդքան նկատելի չէր նվազում, որովհետև փոխվում էր ոչ թե թիվը կշերքի վրա, այլ հյուսվածքի որակը։ Հենց դրա համար էլ շատերի մոտ անալիզները վատանում են, չնայած քաղցրից հրաժարվելուն։ Խնդիրը ոչ միայն այն է, թե ինչ եք ուտում, այլև այն, թե ուր կարող է գնալ այդ էներգիան։ Եթե այնտեղ չունի գնալու, մնում է արյան մեջ կամ կուտակվում է ճարպի տեսքով, առաջին հերթին որովայնի հատվածում եւ լյարդում։ Կարևոր է ընդգծել, խոսքը սպորտի մասին չէ, մարզասրահի մասին չէ, ռեկորդների մասին չէ։ Խոսքը օրգանիզմին տրվող ազդանշանի մասին է։ Մկանները պետք են։
Երբ մկանները ծանրաբեռնվածություն են ստանում, նրանք սկսում են վերցնել գլյուկոզան նույնիսկ առանց ինսուլինի մասնակցության։ Սա առանցքային պահ է, որի մասին հազվադեպ են խոսում պարզ բառերով։ Մկանային աշխատանքի ժամանակ եւ դրանից հետո գլյուկոզան կարող են մտնել բջիջներ ուղղակիորեն։ Սա նշանակում է ավելի քիչ շաքար արյան մեջ եւ ավելի քիչ ծանրաբեռնվածություն ենթաստամոքսային գեղձի վրա։ Հասուն տարիքում սա հատկապես արժեքավոր է, քանի որ թույլ է տալիս նվազեցնել ինսուլինը ոչ թե դեղահաբերով, այլ ֆիզիոլոգիական ճանապարհով։ Իսկ ցածր ինսուլինը աղորժակի ավելի հեշտ վերահսկողությունն է, քիչ այտուցները, ցածր ճնշումը, ավելի լավ քունը, քիչ գիշերային արթնացումները։ Հաճախակի հանդիպող սխալ է կարծել, որ բավական է ավելի շատ քայլել։ Քայլելը օգտակար է, բայց այն թույլ է պահպանում մկանային զանգվածը։ Մկաններին պետք է թեկուզ նվազագույն, բայց դիմադրող ծանրաբեռնվածության խթան։ Հենց դա է գործարկում ինսուլինի նկատմամբ զգայունության վերականգնումը։ Միկրոգործողություն առաջիկա 7 օրվա համար, պարզ եւ իրագործելի, գրեթե ցանկացած տարիքի համար։ Ամեն օր 10-15 րոպե տարական ուժային շարժումներ, դանդաղ, հանգիստ, առանց կտրուկ շարժումների, կքանիստեր մինչև հարմար խորություն, հրումներ պատից կամ սեղանից, աթոռից վեր կենալ, առանց ձեռքերի օգնության, վարժություններ ռեզինով, գլխավորը ոչ թե քանակն է, այլ կանոնավորությունը։ Շատ կարևոր է, սա մի արեք քաղցած փորին, եթե ձեզ մոտ լինում են գլխապտույտներ կամ թուլություն։ Թեթև սնունդ ընդունեք եւ 30-ից 60 րոպե անց կատարեք հանգիստ վարժություններ։ Ձեր նպատակը ոչ թե հոգնածությունն է, այլ մկաններում տաք աշխատանքի զգացողությունը։ 7-10 օր անց շատերը նշում են, որ ուտելուց հետո ավելի քիչ է քունը տանում, նվազել է երեկոյան քաղցը, շաքարի առավոտյան ցուցանիշները դարձել են ավելի հավասար։ Սա հրաշք չէ եւ ոչ էլ ներշնչանքի էֆեկտ։ Սա կենսաքիմիա է, մկանները սկսել են կատարել իրենց աշխատանքը։ Եվս մեկ կարևոր պահ. մկանային ակտիվությունը նվազեցնում է լյարդի ճարպը, իսկ դա ուղղակիորեն ազդում է քաղցած փորին շաքարի ցուցանիշի վրա։ Երբ լյարդը դադարում է լինել գերբեռնված պահեստ, այն սկսում է իրեն ավելի հանգիստ պահել եւ դադարում է գիշերը եւ վաղ առավոտյան ավելորդ գլյուկոզա նետել արյան մեջ։ Եթե միացնենք այն, ինչի մասին խոսեցինք ավելի վաղ, պարզ է դառնում, քաղցրից հրաժարվելը առանց մկանային ֆունկցիայի վերականգնման լուծման կեսն է, երբեմն նույնիսկ ավելի փոքր կեսը։ Հետագայում տրամաբանական է խոսել այն մասին, թե կոնկրետ ինչն է սննդի մեջ ամենից հաճախ խանգարում մկաններին եւ լյարդին նորմալ աշխատել, եթե սննդակարգում քաղցր գրեթե չկա։ Այնտեղ կան մի քանի անսպասելի թակարներ, որոնց մեջ ընկնում են շատ մարդիկ 50 տարեկանից հետո։ Եթե կապենք ամենը, ինչի մասին արդեն ասվել է, պարզ է դառնում, թե ինչու է 50-ից հետո շատ մարդկանց մոտ փակուղու զգացողություն առաջանում։ Քաղցր գրեթե չկա, չափաբաժինները չափավոր են, իսկ շաքարը իրեն համար է բահում։ Եվ ահա այստեղ մենք մոտենում ենք հաջորդ շատ կարևոր շերտին, այն մթերքներին եւ համադրություններին, որոնք ձևականորեն համարվում են ճիշտ, բայց նյութափոխանակության մակարդակում աշխատում են լյարդի եւ ինսուլինի զգայունության դեմ։ Գլխավոր թակարդը առանց քաղցր համի արագ ածխաջրերն են։ Օրգանիզմը պիտակներ չի կարդում եւ չի արձագանքում ձեր համոզմունքներին, նա արձագանքում է միայն արյան մեջ գլյուկոզայի հայտնվելու արագությանը։ Սպիտակ հաց, արագ պատրաստվող շիլաներ, կարտոֆիլի պյուրե, բրինձ, մակարոն, եգիպտացորենի փաթիլներ, դիետիկ հացիկներ, գալետներ։ Այս ամենը շատ արագ վերածվում է գլյուկոզայի, երբեմն ավելի արագ, քան սովորական շաքարը։ Շատերը զարմանում են, երբ ես հանգիստ ասում եմ, ջրով պատրաստված 1 ափսե վարսակի շիլան կարող է շաքարն ավելի ուժեղ բարձրացնել, քան 1 կտոր տորթը։ Ոչ թե որովհետև տորթը օգտակար է, այլ որովհետև շիլայի մեջ գլյուկոզան հասանելի է գրեթե ակնթարթորեն, հատկապես եթե շիլան եփված է մինչև փափկելը եւ ուտվում է առանձին։ Օրգանիզմի համար դա կտրուկ ազդանշան է, էներգիան շատ է եւ միանգամից, ինսուլինը թռիչք է կատարում, իսկ կարճ ժամանակ անց շաքարը ընկնում է, առաջացնելով քաղց, թուլություն եւ նորից ինչ-որ բան ուտելու ցանկություն։ Հասուն տարիքում այս սխեման հատկապես վտանգավոր է, որովհետև ենթաստամոքսային գեղձն արդեն այնքան ճկուն չէ, ինչպես 30 տարեկանում, իսկ մկաններն ու լյարդը, որոնց մասին խոսեցինք, չեն հասցնում վերամշակել այդ հոսքը։ Արդյունքում մարդը կարող է օրական 3 անգամ շիլա եւ բանջարեղեն ուտել ու միևնույն ժամանակ մշտապես ունենալ բարձր ինսուլին։ Կա եւս մեկ պահ, որը հազվադեպ են ուղղակիորեն կապում դիաբետի հետ, բայց այն հսկայական դեր է խաղում։ Դա հաճախակի միջուտեստներն են, պիրիկուսի։ Յոգուրտ,
խնձոր, բանան, մի բուր ճիր, թխվածքաբլիթ թեյի հետ, բուտերբրոդ, այս ամենը անվնաս է թվում, բայց յուրաքանչյուր միջուտեստ ինսուլինի նոր արտազատում է, իսկ ինսուլինը իրարանցում չի սիրում, երբ այն անընդհատ բարձր է, բջիջները դադարում են արձագանքել նրան ավելի արագ։ Օրգանիզմին պետք են ժամանակահատվածներ, երբ ինսուլինը ցածր է, հենց այդ պահերին լյարդը բեռնաթափվում է, ճարպը սկսում է օգտագործվել որպես էներգիա, բջիջների զգայունությունը վերականգնվում է։ Եթե մարդը ուտում է ամեն 2-3 ժամի մեկ, նույնիսկ քիչ-քիչ, ինսուլինը գրեթե չի իջնում։ Դա նման է ոտքը անընդհատ գազի օդնակի վրա պահելուն, շարժիչը մաշվում է։ Առանձին պետք է ասել մրգերի մասին։ Դրանք օգտակար են, բայց ոչ ցանկացած քանակությամբ եւ ոչ ցանկացած ժամանակ։ Ֆրուկտոզան, որը պարունակվում է մրգերում, վերամշակվում է լյարդում։ Եթե լյարդն արդեն գերծանրաբեռնված է, ֆրուկտոզայի ավելցուկը արագացնում է նրանում ճարպի կուտակումը եւ այդ ժամանակ նորից տուժում է քաղցած փորին շաքարի ցուցանիշը։ Հատկապես նենգ են հյութերն ու սմուզիները, այնտեղ ֆրուկտոզան ստացվում է արագ եւ խտացված տեսքով, առանց ծամելու եւ առանց արգելագող գործոնների։ Շատ հաճախակի իրավիճակ։ Մարդը քաղցր չի ուտում, բայց հյութեր է խմում։ Վիտամինների համար շատ միրգ է ուտում, չրերով է միջուտես տանում եւ չի հասկանում, թե ինչու անալիզները չեն լավանում։ Կենսաքիմիայի տեսանկյունից ամեն ինչ տրամաբանական է։ Լյարդը ստանում է հումքի մշտական հոսք գլյուկոզայի եւ ճարպի վերածելու համար։ Հիմա կարևոր գործնական եզրակացություն։ Հասուն տարիքի համար շատ ավելի կարևոր է ոչ այնքան այն, թե ինչ անել, որքան այն, թե ինչպես համադրել։ Սպիտակուցն ու բջջանյութը դանդաղեցնում են գլյուկոզայի ներծծումը։ Երբ ածխաջրերը գնում են սպիտակուցի եւ ճարպերի հետ միասին, շաքարը բարձրանում է ավելի դանդաղ, ինսուլինը արտազատվում է ավելի հանգիստ, իսկ հագեցածությունը պահպանվում է ավելի երկար։ Պարզ օրինակ. նույն շիլան, բայց ոչ դատարկ ստամոքսին եւ ոչ առանձին, այլ ձվի, ձկան, կաթնաշոռի կամ առանց շաքարի յոգուրտի հետ, եւ օրգանիզմի արձագանքը բոլորովին այլ կլինի։ Կամ կարտոֆիլը ոչ թե պյուրեի տեսքով, այլ պինդ վիճակում, բանջարեղենով եւ սպիտակուցով։ Սա արդեն ոչ թե գլյուկոզային հարված է, այլ ավելի հարթ ազդանշան։ Միկրոգործողություն առաջիկա 7 օրվա համար։ Հեռացրեք քաոսային միջուտեստները, արեք օրական 2-3 սննդի ընդունում եւ դրանց միջև թողեք ոչ պակաս քան 4 ժամ դադարներ, եթե առողջական վիճակը թույլ է տալիս։ Յուրաքանչյուր սննդի ընդունման մեջ պարտադիր ավելացրեք սպիտակուցի աղբյուր։ Մի մեծացրեք չափաբաժինները, պարզապես փոխեք կառուցվածքը։ Շատ հաճախ արդեն սա բավական է, որպեսզի առավոտյան շաքարը ավելի ցածր լինի։ Ուշադրություն դարձրեք նաև ընթրիքին։ Ուշ ժամի ընդունած ածխաջրերը, նույնիսկ ճիշտ ածխաջրերը, հաճախ վատացնում են ցուցանիշները քաղցած փորին, որովհետև գիշերը լյարդը ավելի ակտիվ է գլյուկոզա արտազատում։ Թեթև սպիտակուցային ընթրիքը սովորաբար ավելի լավ է տարվում։ Եթե սա միացնենք նրան, ինչի մասին խոսել ենք ավելի վաղ, մկանային ակտիվության եւ ինսուլինի դերի ըմբռնման հետ, դուք կսկսեք տեսնել համակարգը, այլ ոչ թե առանձին արգելքներ։ Դիաբետը կամքի ոչի մասին չէ, այն ֆիզիոլոգիայի մասին է, որը կարելի է հարգել եւ օգտագործել ի օգուտ ձեզ։ Եթե այս բացատրությունները օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ ձեր մարմինը եւ կայացնել ավելի հանգիստ, գիտակցված որոշումներ, աջակցեք այս նյութին հավանողով եւ բաժանորդագրությամբ։ Սա թույլ է տալիս խոսել առողջության մասին ազնիվ եւ առանց ծայրահեղությունների։ Հետագայում մենք կգնանք էլ ավելի խորը եւ կվերլուծենք մի գործուն, որը հաճախ լրիվ արժեզերկում է եւ սնունդը եւ ֆիզիկական ակտիվությունը, եթե այն անտեսվի։ Այն ուղղակիորեն կապված է հորմոնների հետ եւ հենց 50 տարեկանից հետո սկսում է վճռովի դեր խաղալ։ Եթե ուշադիր միացնենք այն ամենը, ինչի մասին արդեն խոսվել է, ակնհայտ է դառնում, սնունդն ու շարժումը կարող են ճիշտ կառուցված լինել, իսկ արդյունքները միևնույն է լինեն անկայուն։ Շաքարը մեկ ցածր է, մեկ նորից աճում է։ Առավոտյան ցուցանիշները ավելի վատն են, քան ցերեկը։ Զգացողություն է առաջանում, որ օրգանիզմը ապրում է իր սեփական կյանքով։ Եվ այդ պահին գրեթե միշտ թերագնահատում են մի գործոն, որը 50-ից հետո սկսում է ուղղակիորեն կառավարել նյութափոխանակությունը։ Դա քունն է եւ դրա հետ կապված հորմոնալ ֆոնը։
Քունը կենցաղային իմաստով հանգիստ չէ, դա ակտիվ հորմոնալ աշխատանք է։ Հենց գիշերն է օրգանիզմը որոշում, թե ինչպես է տնօրինելու գլյուկոզան հաջորդ օրը, եւ եթե քունը խախտված է, բոլոր նախորդ ջանքերը սկսում են աշխատել կիսով չափ։ Կա շատ հստակ ֆիզիոլոգիա։ Քնի պակասի դեպքում բարձրանում է կորտիզոլի, ստրեսի հորմոնի մակարդակը։ Կորտիզոլը պետք է, այն օգնում է գոյատևել, բայց ունի կողմնակի ազդեցություն։ Այն բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այն բառացիորեն լյարդին հրահանգ է տալիս շաքար արտազատել, նույնիսկ եթե դրա իրական անհրաժեշտությունը չկա։ Սա հնագույն խփիր կամ փախիր մեխանիզմն է։ Խնդիրն այն է, որ քրոնիկ անկնության դեպքում այս ռեժիմը միացված է մշտապես։ Հասուն տալիքում իրավիճակը սրվում է, քունը դառնում է ավելի մակերեսային, հաճախակի են դառնում գիշերային արթնացումները, վաղ վերկենալը։ Շատերը արթնանում են առավոտյան ժամը 3-ից 4-ին տագնապի զգացումով կամ պարզապես պայծառ գլխով եւ չեն կարողանում քնել։ Էնդոկրինոլոգիայի տեսանկյունից սա հաճախ համընկնում է կորտիզոլի եւ գլյուկոզայի գիշերային արտազատման հետ։ Հենց դրա համար է այդպիսի մարդկանց մոտ խաղցած փորին շաքարը լինում է ավելի բարձր, քան ցերեկը ուտելուց հետո։ Շատ կարևոր է հասկանալ, սա նյարդերից չէ եւ տարիքից չէ, սա ռիթմերի խափանում է, եւ եթե դա հաշվի չառնվի, կարելի է անverջ փոխել դիետան եւ վարժությունները, չստանալով կայուն արդյունք։ Կա եւս մեկ հորմոն, որը ուղղակիորեն տուժում է վատ քնի դեպքում՝ լեպտինը։ Այն պատասխանատու է հագեցածության զգացման համար։ Երբ մարդը քիչ կամ վատ է քնում, լեպտինը նվազում է, իսկ մյուս հորմոնը՝ գրելինը, որը պատասխանատու է աշորժեքի համար, աճում է։ Արդյունքում հաջորդ օրը ուտելու ցանկությունն ավելի մեծ է լինում, հատկապես արագ ածխաջրեր, ոչ թե որովհետև կամքի ուժ չկա, այլ որովհետև բիոլոգիան հրում է հենց այդ ուղղությամբ։ Այստեղից է տիպիկ պատկերը։ Երեկոյան մարդը դիմանում է, ճիշտ է ուտում, իսկ հաջորդ օրը չի դիմանում եւ ուտում է հաց, շիլա, մրգեր, միջուտեսներ եւ նորից աճում է ինսուլինը, նորից գերբեռնվում է լյարդը։ Հիմա սննդի ընդունման ժամի եւ քնի մասին։ Ուշ ժամի կուշտ ընթրեչները, հատկապես ածխաջրերով, վատթարացնում են շաքարի գիշերային կարգավորումը։ Օրգանիզմը գիշերը պետք է հանգստանա, այլ ոչ թե գլյուկոզա վերամշակի։ Երբ սնունդը ուշ է մտնում, ինսուլինը մնում է բարձրացված, իսկ հետո դրա ֆոնին կարող է տեղի ունենալ գլյուկոզայի կտրուկ գիշերային արտազատման։ Մարդը դա չի զգում, բայց առավոտյան տեսնում է թվերը։ Կա եւս մեկ հորմոն, որը ուղղակիորեն տուժում է վատ քնի դեպքում՝ լեպտինը։ Այն պատասխանատու է հագեցածության զգացման համար։ Երբ մարդը քիչ կամ վատ է քնում, լեպտինը նվազում է, իսկ մյուս հորմոնը՝ գրելինը, որը պատասխանատու է աշորժեքի համար, աճում է։ Արդյունքում հաջորդ օրը ուտելու ցանկությունն ավելի մեծ է լինում, հատկապես արագ ածխադրեր, ոչ թե որովհետև կամքի ուժ չկա, այլ որովհետև բիոլոգիան հրում է հենց այդ ուղղությամբ։ Այստեղից է տիպիկ պատկերը։ Երեկոյան մարդը դիմանում է, ճիշտ է ուտում, իսկ հաջորդ օրը չի դիմանում եւ ուտում է հաց, շիլա, մրգեր, միջուտեսներ եւ նորից աճում է ինսուլինը, նորից գերբեռնվում է լյարդը։ Հիմա սննդի ընդունման ժամի եւ քնի մասին։ Ուշ ժամի կուշտ ընթրեչները, հատկապես ածխաջրերով, վատթարացնում են շաքարի գիշերային կարգավորումը։ Օրգանիզմը գիշերը պետք է հանգստանա, այլ ոչ թե գլյուկոզա վերամշակի։ Երբ սնունդը ուշ է մտնում, ինսուլինը մնում է բարձրացված, իսկ հետո դրա ֆոնին կարող է տեղի ունենալ գլյուկոզայի կտրուկ գիշերային արտազատման։ Մարդը դա չի զգում, բայց առավոտյան տեսնում է թվերը։ Գործնական եզրակացությունն այստեղ շատ կոնկրետ է։ Հասուն տարիքի համար քունը նույնպիսի բուժիչ գործոն է, ինչպես սնունդն ու շարժումը, եւ դրան պետք է վերաբերվել ոչ թե որպես երկրորդական մի բանի, այլ որպես թերապիայի մասի։ Միկրոգործողություն առաջիկա 7 օրվա համար։ Ֆիքսեք քնելու կայուն ժամ, ոչ թե երբ ստացվի, այլ նույն ժամին, պլյուս-մինուս 30 րոպե։ Նույնիսկ եթե սկզբում արագ չեք քնում, օրգանիզմը կսկսի հարմարվել։ Երկրորդ, սննդի վերջին ընդունումը քնելուց 3-4 ժամ առաջ, չսովել, բայց եւ չծանրաբեռնել։ Սպիտակուց, բանջարեղեն, մի քիչ ճարպեր, սա սովորաբար ամենահանգիստ տարբերակն է շաքարի գիշերային կարգավորման համար։ Երրորդ, լույսը։ Վառ լույսը երեկոյան, հատկապես էկրանների լույսը, նվազեցնում է մելատոնինի արտադրությունը, իսկ մելատոնինը ոչ միայն քնի հորմոն է, այն ազդում է նաեւ ինսուլինի նկատմամբ զգայունության վրա։ Դրա դեֆիցիտի դեպքում ածխաջրային փոխանակության խանգարումներն ավելի շատ են։ Թուլացված լույսը երեկոյան պարզ, բայց թերագնահատված միջոց է։ Եվ եւս մեկ կարևոր պահ, որի մասին հազվադեպ են խոսում։ Ալկոհոլը, նույնիսկ թիչ քանակությամբ քնի համար, վատթարացնում է շաքարի գիշերային կարգավորումը։ Այն կարող է թուլացման զգացողություն ստեղծել, բայց քնի փուլերը դառնում են մակերեսային։ Կորտիզոլը գիշերը բարձրանում է, իսկ առավոտյան ցուցանիշները հաճախ վատանում են։
Եթե սա միացնենք նախորդ քայլերի հետ, դուք սկսում եք տեսնել ամբողջական պատկերը։ Մկանները օգնում են օգտագործել գլյուկոզան, սննդի կառուցվածքը նվազեցնում է ինսուլինի պիկերը, քունն ու ռիթմերը թույլ չեն տալիս հորմոններին քանդել այդ աշխատանքը, բայց կա ևս մեկ շերտ, առանց որի նույնիսկ լավ քունը միշտ չէ որ փրկում է։ Դա թաքնված բորբոքումն է եւ լյարդի վիճակը, որի մասին մենք արդեն հպանցիկ խոսել ենք։ Հենց այդտեղ է հաճախ գտնվում վերջին արգելակը, որը խանգարում է շաքարին նորմայի գալ, եւ դրա մասին պետք է խոսել առանձին եւ հանգիստ։ Եթե շարունակենք այս տրամաբանական գիծը առանց ընդհատումների, մենք մոտենում ենք այն տեղին, որտեղ շատերի մոտ անհասկանություն է առաջանում։ Թվում է եւ քունն է կարգավորված, եւ սնունդն է դարձել ավելի հանգիստ, եւ շարժում է հայտնվել, բայց ցուցանիշները միևնույն է լրզվել են։ Աղետ չէ, բայց նորմալ չէ։ Եվ ահա այստեղ գրեթե միշտ արկա է մի գործոն, որի մասին քչեր են մտածում որպես դիաբետի պատճառ։ Քրոնիկ թաքնված բորբոքումն է եւ լյարդի վիճակը։ Կարևոր է միանգամից ասել, խոսքը այն բորբոքման մասին չէ, որը ցավում է, ոչ ջերմության մասին է, ոչ էլ սուր վիճակների։ Խոսքը դանդաղ ֆոնային բորբոքային գործընթացի մասին է, որը տարիներով կարող է նոր ոչ մի կերպ չզգացվել, բայց անընդհատ խանգարում է ինսուլինին աշխատել։ Հենց այս վիճակն է հաճախ դառնում այն ֆոնը, որի վրա դիաբետը զարգանում է նույնիսկ կարգապահ մարդկանց մոտ։ Եթե շարունակենք այս տրամաբանական գիծը առանց ընդհատումների, մենք մոտենում ենք այն տեղին, որտեղ շատերի մոտ անհասկանություն է առաջանում։ Թվում է եւ քունն է կարգավորված, եւ սնունդն է դարձել ավելի հանգիստ, եւ շարժում է հայտնվել, բայց ցուցանիշները միևնույն է լրզվել են։ Աղետ չէ, բայց նորմալ չէ։ Եվ ահա այստեղ գրեթե միշտ արկա է մի գործոն, որի մասին քչեր են մտածում որպես դիաբետի պատճառ։ Քրոնիկ թաքնված բորբոքումն է եւ լյարդի վիճակը։ Կարևոր է միանգամից ասել, խոսքը այն բորբոքման մասին չէ, որը ցավում է, ոչ ջերմության մասին է, ոչ էլ սուր վիճակների։ Խոսքը դանդաղ ֆոնային բորբոքային գործընթացի մասին է, որը տարիներով կարող է նոր ոչ մի կերպ չզգացվել, բայց անընդհատ խանգարում է ինսուլինին աշխատել։ Հենց այս վիճակն է հաճախ դառնում այն ֆոնը, որի վրա դիաբետը զարգանում է նույնիսկ կարգապահ մարդկանց մոտ։ Սկսենք լյարդից, որովհետև այն ածխաջրային փոխանակության կենտրոնական հանգույցն է։ Լյարդն է որոշում, որքան գլյուկոզա թողնել արյան մեջ, որքան տալ մկաններին, իսկ որքան արտադրել ինքնուրույն։ Եվ եթե լյարդը առողջ է, նա դա անում է ճշգրիտ։ Բայց եթե լյարդում ճարպ է կուտակվում, նրա վարքը փոխվում է։ Ճարպակալված լյարդը պարտադիր չէ, որ ալկոհոլից կամ ճարպակալումից լինի։ Շատ հաճախ այն ձևավորվում է նորմալ կամ թեթևակի ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ, հատկապես 45-50 տարեկանից հետո։ Պատճառը տարիներով ավելցուկային ինսուլինը, հաճախակի միջուտեստները, արագ ածխաջրերի եւ ֆրուկտոզայի ավելցուկը։ Ճարպը լյարդում նրան դարձնում է խուլ ինսուլինի ազդանշանների նկատմամբ։ Ի պատասխան, լյարդը սկսում է գլյուկոզա արտազատել նույնիսկ այն ժամանակ, երբ արյան մեջ այն առանց այդ էլ բավական է։ Այստեղից էլ տիպիկ իրավիճակ։ Շաքարը ցերեկը քիչ թե շատ նորմալ է, իսկ առավոտյան բարձր։ Մարդը զարմանում է, սկսում է ել ավելի խիստ սահմանափակել սնունդը, իսկ լյարդը արձագանքում է գլյուկոզայի ել ավելի մեծ արտազատմամբ, որովհետև իրավիճակը ընկալում է որպես սպառնալիք։ Հիմա բորբոքման մասին։ Ճարպային հյուսվածքը, հատկապես որովայնի հատվածում, պարզապես էներգիայի պաշար չէ, դա ակտիվ էնդոկրին օրգան է։ Այն արտազատում է նյութեր, որոնք պահպանում են բորբոքային ֆոնը։ Այդ նյութերը ուղղակիորեն վատացնում են բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Ստացվում է փակ շրջան, ինսուլինը բարձր է, ճարպը կուտակվում է, բորբոքումը ուժեղանում է, ինսուլինը աշխատում է ել ավելի վատ։ Հասուն տարիքում այս գործընթացը արագանում է, որովհետև նվազում է պաշտպանիչ հորմոնների մակարդակը, դանդաղում է հյուսվածքների վերականգնումը, վատանում է բջիջների էներգետիկ կայանների, միտոքոնդրիումների աշխատանքը։ Արդյունքում կենսակերպի նույնիսկ փոքր շեղումները տալիս են ավելի արտահայտված մետաբոլիկ արձագանք, քան երիտասարդ տարիքում։ Կա կարևոր գիտական պահ, որը արժե հիշել։ Ինսուլինառեզիստենտությունը պարզապես արձագանք չէ սննդին, դա բջիջների պաշտպանական մեխանիզմ է գերբեռնվածության և բորբոքման ֆոնին։ Բջիջը կարծես ասում է. «Ինձ համար արդեն չափազանց շատ է, ես այլևս չեմ ընդունում», և քանի դեռ չի նվազել բորբոքային ֆոնը, համոզելը դիետաների տեսքով վատ է աշխատում։
Գործնական եզրակացությունն այստեղ ոչ թե հուրաշք հավելումներ փնտրելն է, այլ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց դեպքում բորբոքումը սկսում է նվազել բնական ճանապարհով, եւ նման պայմաններ կան։ Առաջինը ցածր ինսուլինի կանոնավոր ժամանակահատվածն էր։ Դրանց մասին մենք արդեն խոսել ենք, երբ քննարկում էինք միջուտեստները։ Հենց այդ պահերին լյարդը սկսում է ծախսել իր պաշարները, իսկ բորբոքային ազդանշանները նվազում են։ Երկրորդ, սպիտակուցի բավարար օգտագործում։ Սպիտակուցը ոչ միայն հագեցնում է, այլև նվազեցնում է բորբոքային ֆոնը, պահպանում մկանային զանգվածը եւ բարելավում ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Երրորդ, օմեգա-3 ճարպաթթուներ։ Դրանք մասնակցում են բջջային մակարդակում բորբոքման կարգավորմանը։ Յուղոտ տեսակի ձուկը շաբաթական 2-3 անգամ դա նորաձևություն չէ, այլ լյարդի եւ անոթների կենսաքիմիական աջակցություն։ Չորրորդ, շարժում, որի մասին մենք արդեն խոսել ենք, բայց կարևոր ճշգրտմամբ։ Այն պետք է լինի կանոնավոր, այլ ոչ թե էպիզոդիկ։ Հազվադեպ, բայց ինտենսիվ ծանրաբեռնվածությունները կարող են ուժեղացնել բորբոքումը, իսկ հանգիստ մշտական ակտիվությունը ընդհակառակը նվազեցնում է այն։ Միկրոգործողություն առաջիկա 7 օրվա համար։ Հեռացրեք այն ամենը, ինչը պահպանում է ֆոնային բորբոքումը առանց իրական օգուտի։ Հաճախակի միջուտեստները, քաղցրըմպելիքները, հյութերը, ալկոհոլը։ Քիչ-քիչ ավելացրեք սննդակարգում ձուկ, բանջարեղեն, կանաչի, բավարար քանակությամբ ջուր։ Սա բուժում չէ, բայց սա պայմանների ստեղծում է, որոնց դեպքում օրգանիզմը սկսում է ինքն իրեն նորոգել։ Երբ լյարդը աստիճանաբար բեռնաթափվում է, շատերը զարմանքով նկատում են, որ շաքարը սկսում է նվազել առանց դիետայի խստացման։ Սա լավ նշան է։ Այն խոսում է այն մասին, որ դուք դադարել եք պայքարել ախտանիշների դեմ եւ սկսել եք ազդել պատճառի վրա։ Բայց կա եւս մեկ պահ՝ ամենանուրբ եւ ամենաթերագնահատված։ Հենց դա է հաճախ որոշում, թե ինչու որոշ մարդկանց մոտ ցուցանիշները լավանում են, իսկ մյուսների մոտ սառչում տեղում, չնայած բոլոր ջանքերին։ Այս պահը մակերեսին չէ եւ հազվադեպ է քննարկվում բացահայտ։ Դրա մասին էլ արժե խոսել հետագայում։ Շարժվելով առաջ այս շղթայով, մենք մոտենում ենք այն գործոնին, որը հաճախ լիովին արժեզրկում է բոլոր ճիշտ գործողությունները։ Եթե այն հաշվի չառնել, այն մակերեսին չէ, ուղղակիորեն չի արտացոլվում անալիզներում եւ գրեթե երբեք չի քննարկվում ընդունեցումների ժամանակ։ Դա քրոնիկ ստրեսն է եւ այն, թե ինչպես է նյարդային համակարգը կառավարում նյութափոխանակությունը 50 տարեկանից հետո։ Այստեղ կարևոր է միանգամից ճիշտ շեշտադրումներ անել։ Խոսքը կենսաղային իմաստով ապրումների մասին չէ եւ ոչ էլ բնակարության թուլության։ Խոսքը նյարդային համակարգի ֆիզիոլոգիական վիճակի մասին է, որը տարիներով կարող է գտնվել բարձր պատրաստվածության ռեժիմում։ Օրգանիզմը այս ռեժիմում ապրում է այնպես, կարծես վտանգը կողքին է, եթե արտաքին ամեն ինչ հանգիստ է։ Գլյուկոզայի փոխանակության համար սա ուղղակի հետևանքներ ունի։ Երբ նյարդային համակարգը գտնվում է քրոնիկ լարվածության մեջ, արյան մեջ կանոնավոր կերպով արտազատվում են կորտիզոլ եւ ադրենալին։ Նրանց խնդիրն է ապահովել օրգանիզմը արագ էներգիայով։ Իսկ արագ էներգիան գլյուկոզան է։ Լյարդը ազդանշան է ստանում, վառելիք է պետք եւ սկսում է շաքար նետել արյան մեջ։ Ոչ թե որովհետեւ դուք վատ եք կերել, այլ որովհետեւ մարմինը ապրում է տագնապի ռեժիմում։ Եվ ահա այստեղ առաջանում է պարադոքսալ իրավիճակ։ Մարդը կարող է ուտել չափավոր, ճիշտ, պահպանել ինտերվալները, շարժվել, քնել քիչ թե շատ կայուն, բայց ներքին լարվածությունը պահպանում է գլյուկոզայի եւ ինսուլինի բարձր ֆոնը։ Սա հատկապես նկատելի է առավոտյան եւ հուզական ծանրաբեռնվածության իրավիճակներում։ 50 տարեկանից հետո նյարդային համակարգը դառնում է պակաս ճկուն։ Ստրեսից հետո վերականգնումը ավելի դանդաղ է ընթանում։ Այնինչ 35 տարեկանում թրջում անցնում էր եւ մոռացվում, 55-ում կարող է շաբաթներով պահպանել հորմոնալ արձագանքը։ Եվ եթե դա հաշվի չառնել, նյութափոխանակությունը մշտապես աշխատում է մարդու դեմ։ Կա եւս մեկ կարևոր պահ։ Քրոնիկ ստրեսը ուժեղացնում է բորբոքումը, որի մասին մենք խոսեցինք ավելի վաղ։ Սա հաստատված է բազմաթիվ հետազոտություններով։ Կորտիզոլը կարճաժամկետ հեռանկարում ճնշում է բորբոքումը, բայց քրոնիկ բարձրացման դեպքում այն հյուսվածքները դարձնում է պակաս զգայուն ինսուլինի նկատմամբ եւ խախտում իմունային համակարգի կարգավորումը։ Արդյունքում բորբոքային ֆոնը դառնում է կայուն։ Շատ հաճախ մարդիկ իրենց վիճակը չեն կապում նյութափոխանակության հետ։
Նրանք ասում են. «Ես ուղակի այդպիսին եմ, բնավորությունս է այդպիսին, սովոր եմ ամեն ինչ պահել վերահսկողության տակ»։ Բայց օրգանիզմի համար դա միևնույն է ստրես է, եւ նա դրա համար վճարում է արյան մեջ գլյուկոզայով։ Հիմա կարևոր գործնական եզրակացություն։ Հասուն տարիքում նյարդային համակարգի հետ աշխատանքը հոգեբանություն չէ հանուն հոգեբանության, դա մետաբոլիկ անհրաժեշտություն է։ Առանց դրա շաքարի կայունացումը հաճախ անհնար է երկարաժամկետ հեռանկարում։ Միկրոգործողություն առաջիկա 7 օրվա համար պետք է լինի շատ պարզ եւ ջանքեր չպահանջի։ Ամեն օր գտեք 10-15 րոպե մի վիճակի, որում նյարդային համակարգը ստանում է անվտանգության ազդանշան։ Դա կարող է լինել հանգիստ զբոսանք առանց հեռախոսի, դանդաղ շնչառություն, երկարացված արտաշնչումով, տաք ցնցուկ, լռություն։ Ոչ թե որպես վարժություն, այլ որպես ֆիզիոլոգիական դադար։ Կա պարզ կողմնորոշիչ։ Եթե այդ վիճակի ժամանակ շնչառությունը դառնում է ավելի խորը, ուսերը իջնում են, ծնոտը թուլանում է, դուք ամեն ինչ ճիշտ եք անում։ Այդ պահին ակտիվանում է պարասիմպաթատիկ նյարդային համակարգը, իսկ հենց այն բարելավում է զգայունությունը ինսուլինի նկատմամբ, նվազեցնում է կորտիզոլի մակարդակը եւ օգնում լյարդին դադարել ավելորդ գլյուկոզա արտազատել։ Առանձին արժե ասել տեղեկատվության մշտական հոսքի մասին։ Նորություններ, կոնֆլիկտներ, վեճեր, տագնապալի խոսակցություններ, այս ամենը ուղեղի համար վտանգի ազդանշան է։ Հասուն տարիքում արժե դրան վերաբերվել նույնքան ուշադիր, որքան սննդին։ Սա փախուստ չէ իրականությունից, այլ հոգատարություն ֆիզիոլոգիայի մասին։ Եթե միացնենք այս շերտը նախորդների հետ, շարժման, սննդի, քնի, բուրբուկման նվազեցման հետ, համակարգը սկսում է աշխատել համաձայնեցված։ Օրգանիզմը դադարում է ապրել մշտական պաշտպանության ռեժիմում եւ սկսում է վերականգնվել։ Եվ ահա այժմ մենք մոտենում ենք եզրափակիչ պահին, այն նույն բանալուն, որի մասին ես խոսեցի հենց սկզբում։ Սա առանցին մթերք չէ եւ ոչ էլ նոր արգելք։ Սա սկզբունք է, առանց որի բոլոր նախորդ քայլերը մնում են մասնատված։ Հենց այն է որոշում դիաբետը կզարգանա, թե կսկսի նահանջել։ Հիմա կարելի է հանգիստ հավաքել ամենը, ինչի մասին խոսվեց, մեկ ամբողջական սկզբունքի մեջ։ Առանց դրա սնունդը մնում է դիետա, շարժումը վարժություններ, քունը հանձնարարական, իսկ ստրեսը ինչ-որ ոչ պարտադիր բան։ Դրանով այս ամենը սկսում է աշխատել որպես միասնական համակարգ, եւ հենց այս սկզբունքն են ամենից հաճախ չիմացողները կամ թերագնահատողները։ Երկրորդ տիպի դիաբետը շաքարի հիվանդություն չէ, դա նյութափոխանակության ճկունության կորստի հիվանդություն է։ Քանի դեռ օրգանիզմը ճկուն է, նա կարողանում է փոխարկվել, օգտագործել գլյուկոզան, հետո ճարպը, հետո նորից գլյուկոզան։ Նա հանգիստ է արձագանքում սննդին, սննդի ընդունումների միջև դադարներին, ծանրաբեռնվածությանը, հանգստին։ Տարիքի հետ այդ ճկունությունը կորչում է, եւ հենց դրա վերականգնումը, այլ ոչ թե կոշտ արգելքները որոշում են ելքը։ Երբ մարդը պարզապես հանում է քաղցրը, նա գործում է գծային, բայց նյութափոխանակությունը ոչ գծային համակարգ է։ Այն արձագանքում է ռիթմերին, կրկնելիությանը, անվտանգության կամ սպառնալիքի ազդանշաններին, եւ եթե այդ ազդանշանները հակասական են, օրգանիզմը ընտրում է ամենապահպանողական ճանապարհը՝ պաշարել եւ պահել գլյուկոզան արյան մեջ։ Հիշեք ամենը, ինչ մենք վերլուծեցինք։ Մկանները գլյուկոզայի գլխավոր ընդունիչն են, առանց նրանց շաքարը տեղ չունի գնալու։ Սնունդը ոչ թե արգելքների ցուցակ է, այլ արագություն եւ համադրություն, որոնք որոշում են ինսուլինի պիկերը։ Քունը հորմոնալ դիրիժոր է, որը որոշում է, թե ինչպիսին կլինի շաքարը առավոտյան։ Լյարդը կենտրոնական կարգավորիչ է, որը տուժում է գերբեռնվածությունից եւ բորբոքումից։ Նյարդային համակարգը տագնապի կոճակ է, որը ունակ է բարձրացնել գլյուկոզան առանց որևէ սննդի։ Եթե այս տարերից գոնե մեկը դուրս է ընկնում, համակարգը կորցնում է համաձայնեցվածությունը։ Եթե բոլորը շարվում են մեկ ուղղությամբ, օրգանիզմը սկսում է վերադարձնել զգայունություն ինսուլինի նկատմամբ, դանդաղ, բայց կայուն։ Ահա այն պահը, որը շատերը չգիտեն։ Շաքարի կարգավորումը պայքար չէ, այլ երկհոսության վերականգնում մարմնի հետ։ Երբ դուք անընդհատ պատերազմում եք սննդի հետ, ախորժակի հետ, քաշի հետ, անալիզների հետ, օրգանիզմը դա ընկալում է որպես ստրես։ Իսկ ստրեսը, ինչպես արդեն հասկացանք, բարձրացնում է գլյուկոզան։
Երբ դուք ստեղծում եք կրկնվող անվտանգության պայմաններ, կանոնավոր շարժում, հասկանալի սննդի ընդունումներ, դադարներ, քուն, ինֆորմացիոն աղմուկի նվազեցում, մարմինը սկսում է բաց թողնել շաքարը։ Կա շատ ցուցադրական կլինիկական փաստ։ Այն մարդկանց մոտ, ովքեր կառուցում են հենց ռիթմերը, այլ ոչ թե կոշտ սահմանափակումները, գլիկացված հեմոգլոբինի ցուցալիշները նվազում են նույնիսկ առանց կտրուկ նիհարելու, որովհետև լավանում է ոչ թե թիվը կշեռքի վրա, այլ էներգիայի կառավարումը։ Հասուն տարիքում սա հատկապես կարևոր է։ Օրգանիզմին արդեն պետք չեն փորձարկումներ եւ ծայրահեղություններ։ Նրան պետք է կանխատեսելիություն, քնի միևնույն ժամ, հասկանալի սննդի ընդունումներ, կանոնավոր, բայց խնայող ծանրաբեռնվածություն, կրկնվող ազդանշաններ, վտանգ չկա։ Հենց այս պայմաններում ենթաստամոքսային գեղձը սկսում է աշխատել ավելի հանգիստ, լյարդը նվազեցնում է գլյուկոզայի գիշերային արտազատումը, մկանները ավելի հաճույքով են ընդունում շաքարը, իսկ ինսուլինը դադարում է մշտապես բարձր լինել։ Գործնական կողմնորոշիչ, որը կարելի է վերցնել ձեզ հետ։ Եթե ցանկանում եք հասկանալ, շարժվում եք արդյոք ճիշտ ուղղությամբ, նայեք ոչ միայն անալիզներին, ուշադրություն դարձրեք զգացողություններին։ Արդյոք դառնում է ավելի հեշտ արթնանալը, արդյոք ավելի քիչ է ձգում դեպի սնունդը ուտելու արանքներում, արդյոք ավելի հավասար է էներգիան օրվա ընթացքում, արդյոք ավելի հանգիստ է արձագանքը ստրեսին։ Սրանք ճկունության վերականգնման առաջին նշաններն են։ Անալիզները սովորաբար ձգվում են դրանց հետևից։ Եվ ևս մեկ կարևոր պահ վերջում։ Երկրորդ տիպի դիաբետը գործընթաց է, որը ձևավորվում է տարիներով, եւ այն նույնպես տարիներով կարող է ծավալվել հակառակ ուղղությամբ, ոչ մեկ շաբաթում եւ ոչ կախարդանքով, այլ հետևողականորեն եւ կայուն։ Տարիքը այստեղ թշնամի չէ, տարիքը փորձ է, որը թույլ է տալիս գործել ոչ թե իմպուլսիվ, այլ ճշգրիտ։ Եթե այս զրույցը ձեզ համար օգտակար էր եւ օգնեց տեսնել իրավիճակը ավելի լայն, աջակցեք նրան հավանումով եւ բաժանորդագրվեք։ Սա օգնում է նման հանգիստ ազնիվ թեմաներին հասնել նրանց, ում դրանք իսկապես պետք են։ Խնայեք ոչ միայն ցուցանիշները, այլև ձեր կյանքի ռիթմերը, հենց դրանցում էլ ամենից հաճախ թաքնված է առողջությունը։